Գագիկ Մայլյան, պարբերաբար տեսնում ենք ձեզ պայքարի առաջնագծում հակառակ են տեսակետի, որ արվեստագետները չպիտի, այսպես ասած, այսպիսի բան կա, չէ, որ չենք խառնվում քաղաքականությամբ, մենք մեր գործն ենք անում, բայց հիմա դուք ինչպես եք օրինակ ընկալում ձեր գործընկերներից շատերի լռությունը, երբ երկրում միանշանակ դրվագներ չեն կատարվում։ Գիտեք, ես այս վերջերս բացարձակ չեմ դատում ոչ մեկին, ամեն մարդ իր խղճի եւ իր նվիրվածության չափով է ծառայում իր հայրենիքին, այսպես ասեմ։ Ես այսպես եմ ծնվել, իմ մեջ դրված բաներ կան, ամբողջական հայքի զգացողություն եւ ես սիրում եմ իմ երկիրը, ես իրա համար ապրել եմ արդեն կես դար եւ իմ ամբողջ կյանքը նվիրել եմ իրեն։ Ինչքանով ճիշտ կլինի, ես չարձագանքեմ որոշ կարևոր հարցերի, որոնք հուսող են եւ մանավանդ եթե մենք հիմա հավաքվել ենք կնոջ դատապարտության համար, որը զրկված է իր երեխային տեսնելու, խոսելուց, ես չեմ պատկերացնում դա, իսկապես դա պատժի սարսափելի մի ձև է, որը կարելի է անել ծայրահեղ ինչ-որ դեպքում, բայց ոչ ազատ խոսքի, չէ որ մենք անընդհատ ասում ենք, չէ որ մենք ժողովրդավարական բաստիոն ենք, դեմոկրատիայի այսպես պիոներ եւ այլն, շատ լավ է, բայց պետք է համապատասխան լինենք դրան, կարծում եմ, էլի, մենք ինչ-որ չենք համապատասխանում, ոնց որ թե մի բան ասում ենք, մի բան անում ենք, չգիտեմ, մի բան ասում է, հետո ասում է, բա այսպիսի բան չենք ասել։ Նույնիսկ սահմանադրությամբ քերվածն է շրջանցվում եւ իշխանությունները որոշում են միջամտել եկեղեցու գործերին, տեսանք վեհափառ հայրապետին էլ բերեցին, հասցրին դատարան։ Սա արդեն այնպիսի հարց է, որ մեր ամբողջ ժողովուրդը պետք է անտարբեր չմնա, որտեղ սա ինքնության, հստակ ինքնության ոտնահարում է, ինչքանով է ճիշտ ապրել միայն ստամոքսով, ինչքանով է ճիշտ, կերանք գնացինք մյուս օրը նորից կերանք, քնեցինք, արթնացանք, մեզ ոչինչ չի հետաքրքրում, Հայաստանը ինչ է, հայքը ինչ է, մեր ավանդույթները ինչ են, մեզ պետք չի դա, մենք ու մյուսները խառնվեցինք, սենց ապոշի նման ապրեցինք։ Բայց այնուամենայնիվ կան նմանները։ Համաձայնը միշտ էլ եղել են, այնպես չի որ նորություն է։ Ուղղակի հիմա այդ ովքեր որ կային եկել են առաջ, իրենք պաշտպանված են։ Հիմա փորձենք մենք աղանդավորի մազին դիպչել, փորձենք մի բան ասել աղանդավորին, ով ընդհանրապես հայրենիք հասկացողությունը իր համար չկա, գոյություն չունի։ Մի հատ իրեն ուղղակի sense թևին խփենք։ Պատկերացնում եք ինչա լինելու։ Բայց սա մեր ազգային արժանապատվությունն է, մեր ինքնությունն է, այ մարդ որ մի երկրի քաղաքացուն ասես նման բան զարմանալու է։ Զարմանալու է, նման բան չի կարող լինել, ուղղակի հնարավոր չի կարող լինել, կան օրենքներ, հոգևոր օրենքներ գոյություն ունեն, որոնց չի կարելի դիպչել։ Եթե դուք այդքան, այսինքն բոլորին է վերաբերում, ինձ էլ է վերաբերում, եթե մենք այսքան այսպես հավատացյալ ենք եւ մեզ համար այդքան այդ աստիճանի կարեւոր է մեր եկեղեցու մաքրությունը, սրբությունը, եկեք ուրեմն օգնենք, ոչ թե նման քայլերի դեմ, որևէ մի քաղաքացի փորձել է ինչ-որ մի բան իրան եկեղեցուն, որ դուր չի եկել, փորձել է մոտենալ սիրով քահանային, իմ հետ այդ դեպքերը պատահել են, ես հենց այնպես չեմ ասում։ Փորձել ենք սիրով մոտենանք ու ասենք, գիտեք, այսինչ բանը նկատեցի, վրդովվել եմ։ Հիմա ես ճիշտ եմ վրդովվել, թե սխալ եմ անում։ Քահանան կասի, վայ, գիտես, ես է չեմ նկատել, ներող եղիր, ես է կասեմ, վայ, ինձ էլ կներեք։ Վերջ։ Սեր է պետք, սեր, այլ ոչ թե նեգատիվը, որ գիտեք, հայ ազգը, հայքի ազգը իր արմատով դա բարոյականություն է, դա սրբություն է, դա ամեն լավ բան, որ կա դրա մեջ է, այսպես չկոխրջենք էլի դա, եկեք փորձենք լավը լինենք, բայց զենքը ձեռքներիս